Այս հնարավորությունը ընձեռելու համար իրականում ես գրեթե երբեք չեմ մերժում մեր համերկրացիների առջև, հայրենակիցների առջև խոսք ասելու, ելույթ ունենալու հնարավորությունը եւ այս անգամ եւս սիրով համաձայնեցի այն մտադրությամբ, որպեսզի ներկայացնեմ այն խնդիրները, որոնք առկա են առհասարակ երեխաների դաստիարակության, նրանց հոգեբանական ձևավորման, անձի ձևավորման առումով, որոնք ոչ միայն սոցիալական ծագում ունեն, որոնք ոչ միայն կապված են ժամանակի խնդիրների հետ, այլ մշտապես առկա են եղել մարդկային հասարակության ձևավորման, ծագման, կայացման ընթացքում, նկատի ունեմ օրինակ դաստիարակության հետ կապված խնդիրները դեռևս հին Հունաստանում, նույնիսկ ավելի հին ժամանակներում էին փորձում երեխաներին դաստիարակել այնպես, որ բավարարեն մեծերի պահանջները, այնուհետև վարքային բնույթի խնդիրներ, որոնք իհարկե հետևանք են նաև կրթության, դաստիարակության գործընթացում տեղ գտած խնդիրների։ Գիտենք, որ մեր ժամանակաշրջանը այնպիսին է, որ երկրագունդը փոքրացել է եւ արագություններն են խիստ մեծացել եւ մենք առերեսվել ենք մի լուրջ հիմնախնդրի, դա ինֆորմացիոն հոսքերն են, որոնց կառավարումը պարզապես դարձել է ժամանակի մարտահրավեր եւ այս թողուբոհի մեջ ամենաառաջինը, որ դժում են անշուշտ երեխաներն են, որովհետեւ երեխան խոցելի է, երեխայի անձը դեռևս ձևավորված չէ եւ նա ընկալունակ է բոլոր տեսակի, բոլոր տիպի ազդեցությունների նկատմամբ։ Ահա թե ինչու իմ խոսքը ես ուղղում եմ հայ ընտանիքներին, հայ մայրերին, հայրերին, նրանք, ովքեր մասնակցում են երեխաների աջակցությանը, պաշտպանությանը, երեխայի ապագայի կերտման դժվարին, իրականում շատ բարդ խնդրի լուծմանը եւ կուզենայի մի քանի կետերի վրա կենտրոնացնել մեր ուշադրությունը։ Օրինակ, գրեթե բոլորը, ովքեր երեխա ունեն ընտանիքում, նկատել են, որ ժամանակակից երեխայի մոտ հիպերակտիվություն երևույթն է ակնհայտ դարձել, դժվար են երեխաները կարողանում կենտրոնացնել իրենց ուշադրությունը, երեխաները դժվարությամբ են կառավարում իրենց վարքը, շատ շարժուն են, դինամիկ են, անընդհատ վազում են, անընդհատ ինչ-ինչ խնդիր չլուծած անցնում են հաջորդ խնդրին եւ նման իրավիճակներում ծնողները կարծեք ֆրուստրացվում են եւ դժվարությամբ են լուծումներ գտնում եւ երբեմն մեղքը փորձում են տեղափոխել մեկ ուրիշի վրա, դպրոցի վրա, հասարակության վրա, այլ մասնակիցների վրա։ Իրականում խնդիրը ավելի խորքային պատճառ ունի, նշեցի, դա հենց ինֆորմացիոն տեղեկատվական այն խոսքերի առաջ բերած տագնապայնությունն է, որ առկա է մեր ընտանիքներում եւ մենք էլ ամեն օր առանց հեռախոսի 1 րոպե անգամ չենք կարողանում անցկացնել, որովհետև վախենում ենք, տագնապում ենք, որ ինչ-որ բան կարող ենք բաց թողնել եւ այդ նույն տագնապը վարակի մեխանիզմով անշուշտ փոխանցում է նաեւ երեխաներին եւ երեխաները, որովհետեւ նշեցի ավելի խոցելի են եւ ընկալունակ են, ավելի հեշտ են տրվում այդ ազդեցություններին եւ ձևավորվում է եւս մեկ մեր դարաշրջանի խնդիր դժվարություններից մեկը կախվածությունը այդ գաջետներից, տեղեկատվական աղբյուրներից, հեռախոսներից եւ մյուս տեղեկատվական աղբյուրներից։ Ինչ անել նման իրավիճակում բավական դժվար խնդիր է, որովհետեւ որպեսզի լուծումը գտնվի, խնդիրը մինչեւ պետք է հստակ ձևակերպի, հետազոտվի, բայց մենք չենք հասցնում հետևել այդ իրադարձությունների կտրուկ փոփոխությունների։ Ափսոս ցավոք, որ մեր ընտանիքներում ծնողներին եւ երեխաների զարգացման հարցերով զբաղվող մարդկանց քիչ է տրամադրվում համապատասխան գիտելիք երեխաների զարգացման ձևավորման ուղղությամբ, այսինքն ծնողավարական գիտելիք, այսինքն ծնողը երբեմն ոչ միայն չի կարողանում այլ տեղեկացված չէ այն հնարքներին, միջոցներին, մեթոդներին, որոնք առկա են հոգեբանության տրամադրության տակ։ Տեսեք, երեխայի տարիքը առաջին այն ցուցիչն է, թե ինչպես կարելի է աշխատել երեխայի հետ։ Գոյություն ունեն բազմաթիվ երեխայի զարգացման վերաբերյալ տեսություններ, օրինակ Էրիկ Էրիքսոնի հանրահայտ տեսությունը, որով Էրիքսոնը ժամանակային պարբերացում է մտցնում եւ
նշում է նաև այն ճգնաժամային իրավիճակները, որոնք երեխաների բնորոշ են որոշակի տարիքում։ Օրինակ նորածնության տարիքում, տա Աստված, որ նորածինների քանակը ավելի լինեն, քան իրականում հիմա մենք ունենք, բայց ենթադրենք տանը տոն է, ուրախություն է, ծնվել է երեխան եւ երեխան հանկարծ ցուցաբերում է այնպիսի վարքագիծ, որ ծնողների մոտ առաջ է գալիս հենց այդ խնդիրը, թե ինչպես վարվել երեխայի հետ։ Իրականում Էրիքսոնը այդ մանկիկության կամ նորածնության փուլը անվանում է վստահության եւ անվստահության փուլ եւ լուծում որպես առաջարկում է միայն ավելի շատ, ավելի ճշգրիտ երեխայի գուրգուրանքը, խնամքը, երեխայի նկատմամբ ուշադրության եւ ջերմության ջանքի ներդրումը, որպեսզի երեխայի մոտ ձևավորվի այդ վստահության որակը։ Այնուհետև 1-ից 3 տարեկանում երեխայի մոտ ձևավորվում է հաջորդ, այսպես ճգնաժամային տարիքային փուլը, որը Էրիքսոնը անվանել է ինքնուրույնության։ Տեսեք, հիմա այդ ինքնուրույնության փուլի հետ մենք բավական դժվար ենք հաշտվում, որովհետև երեխան անընդհատ ձգտում է դեպի մեր կարծիքով անթույլատրելի ինչ-որ իրերի, առարկաների, որոնք մենք փորձում ենք արգելել եւ այդպիսով, եթե ճգնաժամը բարեհաջող չհաղթահարվի, երեխայի մոտ ամոթի զգացում կձևավորվի, ամոթի խնդիր։ Կա նաեւ հաջորդ 3-ից 6 տարեկան փուլը, որին Էրիքսոնը անվանել է նախաձեռնողականության կամ անլիարժեքության բարդույթի այդ ճամփաբաժան, եթե երեխան նախաձեռնողականությունը խրախուսվում է եւ ինքնուրույնության հիման վրա նա դառնում է ակտիվ նախաձեռնող անձ, ապա կխուսափի մեկ խնդրից, որի անունը անլիարժեքության բարդույթ է։ Ի վերջո, այնտեղ մեղքի զգացում է այդ տարիքում առավել բնորոշ, անլիարժեքության բարդույթը կձևավորվի հաջորդ տարիքային փուլում, որին Էրիքսոնը անվանել է աշխատասիրության եւ անլիարժեքության։ Ինչու եմ ես այսքանը ներկայացնում մեր ծնողներին, մայրիկներին մաղթելով, որպեսզի իրենք կարողանան ուսումնասիրել ժամանակակից հոգեբանական ձեռքբերումները երեխայի դաստիարակության, երեխայի ճիշտ ձևավորման, երեխային որոշ առումով նաև ինքնաբավ դարձնելու եւ նրան պաշտպանելու տարատեսակ ազդեցություններից, որոնցով հարուստ է մեր իրականությունը։ Հիմա այնքան մեծ են այդ մարտահրավերներն ու սպառնալիքները, որ մեր թիվ 1 խնդիրը երեխաների պաշտպանության առումով ոչ միայն եւ նույնիսկ ես կասեի ոչ այնքան իրավական, սոցիալական եւ այլ բնույթի խնդիրներն են, որքան հենց երեխային պաշտպանված զգալը տարատեսակ ազդեցություններից, ինչպիսիք ժամանակի արագ ընթացքն է, ինչպիսիք տեղեկատվական հոսքերի կործանարար որոշ առումով ազդեցությունն է, հիմա արհեստական բանականության հետ են շփվում մեր դեռահասները եւ հաջորդ փուլը, որը դեռահասության փուլն է, ամենավտանգավոր, ես կասեի, ամենադժվար վերահսկվող եւ ամենադժվար կառավարվող փուլն է եւ երեխաները հենց այդ տարիքում են, որ սոցիալական առումով անկառավարելի վարք են հանդես բերում, ընդգրկվում են ամենատարբեր խմբավորումներում կամ փորձում են դա անել, որովհետև դեռահասության տարիքը մի անցումային բուռն փուլ է, որի նկատմամբ պարզապես ուշադրության ամենամեծ կենտրոնացումը պետք է լինի։ Ցավոք սրտի, այո, այս խնդիրները օպերատիվորեն դժվար են լուծում նաև կրթության, դժվար են լուծում դաստիարակության հարցերը։ Ես հիմնական խնդիրը այստեղ համարում եմ կրթվածության մակարդակը եւ ընտանիքներում, կրթվածության աստիճանը եւ մասնագիտական նաև պատրաստման որակի հետ կապված խնդիրներ, որոնք լուծելի են, սակայն դժվար աշխատանք են եւ երկարատև ու համառ աշխատանք են պահանջում։ Ինձ մնում է ավելացնել, որ որքան էլ իրավիճակները բարդ եւ անհուսալի թվան, այնուամենայնիվ միշտ ելքը լինում է ինչ որ իրավիճակ, որի մենք ձգտում ենք եւ առավել շատ այս բարդ իրավիճակում կուզենայի, որպեսզի մեր երեխաները տողորվեն լավատեսության, որպեսզի մեր երեխաները այս լուսավոր արևի տակ, այս մեր փայփայած հայրենիքում ապրեն բարեկեցիկ կյանքով, ապրեն պաշտպանված, ապրեն
իրենց ծնողների հետ միասին եւ կարողանան ձևավորել մեր լավագույն ապագայի հիմքերը, որոնց մասին մենք այդքան շատ երազում ենք։ Վերջում կցանկանայի մաղթել բոլոր երեխաներին երջանիկ մանկություն, կցանկանայի, որպեսզի որևէ երեխա որևէ դժվարության չառնչվի, հակառակը վայելեն իրենց մանկությունը եւ մանկության այդ վայելքի ընթացքում ձևավորեն իրենց լավագույն ապագան եւ հունիսի 1-ն է որպես երեխաների պաշտպանության օր թող նվիրվի նաեւ երեխաների սոցիալ հոգեբանական պաշտպանությանը։ Շնորհակալ։